Դե ինչ, Hello-bit-ի մասով ուզում եմ ըստ էության ամփոփել այն, ինչ հանգստյան օրերին փաստորեն բոլորը, ովքեր ներգրաված էին այս ամեն ինչի մեջ, տեսան, փաստացի ֆինանսական բուրգը պայթեց եւ բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կորցրել են իրենց գումարները։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ոստիկանությունից եւ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա կարող եմ ասել, որ նախաձեռնված է քրեական վարույթ խարդախության հանցակազմի հատկանիշներով եւ բնականաբար բազմաթիվ մարդիկ շարունակելու են դիմել։ Իդեպ մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցը այն է, թե հնարավոր կլինի նախ բացահայտել այս հանցագործությունը եւ ընդհանրապես իրենց ֆինանսական միջոցների որևէ ձևով նրանք կարող են հույս ունենալ, որ ուրեմն կստանան, շատ տարբեր հանգամանքներից է կախված, տեսականորեն հնարավոր է իհարկե, բայց չափազանց բարդ է, պարզապես օրինակ դեպքեր կան, երբ հնարավոր կլինի հետքը գտնել, օրինակ եթե ձեր դեպոզիտները կատարել եք որևէ միջազգային, օրինակ առևտրային հարթակում, այսինքն օրինակ Binance-ում եք դա արել, Kraken-ում եք արել կամ որևէ այլ նմանատիպ տեղ եք մուտքագրել, ապա հնարավորություն ավելի հեշտ կլինի տրանզակցիաների միջոցով ըստ էության գտնել հետքը, բայց կամ, չգիտեմ, կանխիկ եք փոխանցել, այդպիսի մարդիկ կային ասում էին, ըստ դեպքում հնարավորություն կլինի դա անելու։ Ուզում եմ եւս մեկ անգամ ձեզ հորդորել, որ որևէ պարագայում որևէ մեկին գումար չփոխանցեք, այսպես ասած ձեր հաշիվը վերականգնելու համար, դա խաբեության երկրորդ փուլն է, երբ էլի ինչ որ գումարներ ներգրավվելու։ Առհասարակ ֆինանսական բուրգերը չափազանց տարածված են եւ անընդհատ նույն սխեմայով կրկնվում են։ Սկզբում ներգրավում են մարդկանց, ում խոստանում են եկամտաբերություն 30%, 50% կախված նրանից, թե այդ մարդը ինչքան էլի մարդ կբերի եւ ծաղկման փուլում մարդիկ սկսում են ակտիվ գովազդել, որ իրենք գումար են աշխատել, խորհուրդ են տալիս իրենց մտերիմներին ու հետո տեղի ունենում այն, ինչ տեղի ունեցավ Hello-bit-ի հետ։ Այս պահին էլ անգամ ընդմիջում չտալով այդպիսի մարդիկ շարունակում են այդպիսի ըստ էության բուրգերի գովազդը։ Հարգելի քաղաքացիներ, նախ հորդորում եմ ձեզ, հատկապես իմ ասած դեպքերում, գնալու անպայման հաղորդում տալ, որպեսզի հնարավոր լինի այս ամենի հետքերով բացահայտել որևէ բան, մարդիկ կամ, չգիտեմ, ակտիվներ, որոնց հաշիվներին այդ գումարները փոխանցված են, եւ երկրորդ եւս մեկ անգամ խնդրում եմ ձեզ զերծ մնալ նմանատիպ բաներից։ Եվ եթե ինչ-որ մի տեղ կասկածում եք, ձեզ ասում են ներդրեք կամ ոչ, գոնե զանգահարեք, չգիտեմ, ոստիկանության կիբերհանցագործությունների վարչություն եւ հարցրեք, նրանք գոնե հետևում են այդպիսի բաներին եւ ձեզ կարող են ասել դա խաբեություն է գոնե թե ոչ, թե կարող եք չգիտեմ ձեր գումարները ներդնել։ Եղեք տեղեկացված, եթե ունեք հարցեր, գրեք այս տեսանյութի ներքո։